Բարև ձեզ, տարիքը աշխատելուն խոչընդոտ չէ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագծերի փաթեթ։ Նախատեսվում են փոփոխությունների մի շարք օրենքներում, որպեսզի քաղաքացու 65 տարին լրացած լինելը այլևս չդիտարկվի աշխատանքային պայմանագրի լուծման հիմք։ Սոցիալական հարթակի տաղավարում մեր հյուրն է աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Բարև ձեզ։ Պարոն Սարգսյան, կարելի ասել օրակարգ է մտել մի հարց, որը խնդրահարույց էր միշտ։ Դեռ 2023-ին նախաձեռնվեցին աշխատանքային օրենսգրքում մի շարք փոփոխություններ։ Կարևորներից մեկն էլ, որ կենսաթոշակային տարիքի հիմքով աշխատողին աշխատանքից ազատելու դեպքերը բացառվեն։ Ստացվում է, որ այդ փոփոխությունը բոլորի համար չէր եւ հերթական անգամ փոփոխություններ են նախաձեռնվում։ Կխնդրեմ ներկայացրեք, որ օրենքներում այս անգամ կլինեն խմբագրումներ եւ ովքեր կլինեն բարեփոխման շահառուներն այս անգամ։ Շատ ճիշտ նշեցիք, մենք այս քաղաքականությունը որդեգրել ենք դեռևս 2023 թվականից, երբ աշխատանքային օրենսգրքում կատարեցինք փոփոխություններ եւ միայն այն պատճառով, որ աշխատողը դառնում է կենսաթոշակառու, չպետք է լուծվի այլևս աշխատանքային պայմանագիրը։ Բայց այդ փոփոխությունը կատարվեց օրենսգրքում, իսկ մենք ունենք նաեւ ոլորտային օրենքներ, որտեղ եւս կան նմանատիպ կարգավորումներ։ Ճիշտ է, այս օրենքներում, որտեղ հիմա ենք նախատեսում փոփոխությունները, կենսաթոշակառու տարիք լինելու հետ չի կապը տալիս, այլ կոնկրետ տարիքի հետ է 65 տարեկան, ինչպես դուք ասացիք։ Բայց այո, նաև նախատեսել ենք այդ օրենքներում փոփոխություններ, խոսքը վերաբերում է քաղաքծառայության մասին օրենքին, համայնքային ծառայության, հանրային ծառայության, պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքին, գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին օրենքին, մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին օրենքին, ինչպես նաեւ անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքին։ Նշածս բոլոր օրենքներում կար կարգավորում, որ 65 տարեկանից ավել պայմանական չեն կարող պաշտոն զբաղեցնել կոնկրետ մասնագիտություններ կամ կոնկրետ պաշտոններ, որը համարվում է արդեն ազատման հիմք։ Նախագծով առաջարկում է, որ այդ կարգավորումները ուժը կորցրած ճանաչվեն եւ այո, աշխատողները շարունակեն աշխատել եւ միայն տարիքը չլինի պատճառ պայմանագրի լուծման համար։ Դեռևս 23 թվականին, երբ աշխատանքային օրենսգրքում կատարեցինք փոփոխություններ, երկու կարգավորում ուժը կորցրած ճանաչվեց։ Նշեմ, որոնք են դրանք։ Մենք ունենք կարգավորում, համաձայն որի եթե գործատուն աշխատող էր ընդունում աշխատանքի ու աշխատողը ընդունվելու պահին կենսաթոշակառու տարիքում էր գտնվում, պարտավոր էր գործատուն պայմանագիրը կնքել միայն որոշակի ժամկետով, անկախ նրանից թե ինչ աշխատանքի համար էր ընդունում։ Եվ ունենք եւս մեկ կարգավորում, որ երբ որ աշխատողը դառնում էր 63 տարեկան, այդ օրը գործատուն իրավունք ուներ պայմանագիրը լուծելու։ Ընդհանրապես պետք էր մինչ այդ իրականացնել երկու բան՝ ծանուցել սահմանված ժամկետներում եւ աշխատանքային պայմանագրում ունենալ նման կարգավորում, որ եթե քո 63 տարեկանը լրանա, ես իրավունք ունեմ քեզ ազատեմ։ Եվ շատ գործատուներ այդ կարգավորումը նախապես նախատեսում էին պայմանագրում, եւ լրանալու օրը 63 տարեկան դառնալու օրը, այսինքն կենսաթոշակային տարիքը լրանալու օրը գործատուները ազատում էին աշխատողներից աշխատանքից։ Ասեմ ավելին, լինում էին դեպքեր, երբ որ գործատուները այդ կարգավորումը այլ կերպ էին մեկնաբանում եւ ոչ թե ազատում էին կենսաթոշակառու դառնալու օրը, այլ ազատում էին, որովհետև ասում են դե արդեն կենսաթոշակառու ես։ Իսկ մեր նորմը մեկնաբանվում էր այնպես, որ ոչ թե կարան ազատեն երբ ուզում են, եթե աշխատողը կենսաթոշակառու է, այլ միայն մի դեպքում, երբ դառնում է կենսաթոշակառու եւ միայն կարող են լուծային կենսաթոշակառու դառնալու օրը, ինչպես նշեցի։ Բայց որպեսզի այս եւ տարընկալումը, եւ գործատուների կողմից իրենց մեկնաբանման կիրառումը չլիներ, եւ նաեւ իհարկե ամենակարևորը, որ չթիրախավորվեր աշխատողի տարիքը եւ միայն տարիքի պատճառով պայմանագիրը չլուծվեր կամ պայմանագիրը չկնքվեր որոշակի ժամկետով միայն տարիքով պայմանավորված, այլ հաշվի առնվեր միայն աշխատանքի բնույթը եւ բնույթը պետք է որոշի պայմանագրի տեսակը, այլ ոչ թե տարիքը, մենք ձեռնամուխ եղանք այդ փոփոխություններին եւ նախատեսեցինք, որ այլևս գործատուները նման հնարավորություն չեն ունենալու։ Սա 23 թվականն էր։ Դրանից հետո նախատեսեցինք այս նախագծով փոփոխություններ, որը որ արդեն ամբողջական կդարձնի բոլորի մասով։ Նաեւ պետք է նշեմ, որ տարիքի հիմքով չազատելը բխում է մեր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունից։ Մասնավորապես Եվրոպական սոցիալական խարտիայով է նախատեսված կարգավորումներ, համաձայն որի աշխատողը չպետք է կորցնի իր աշխատանքը միայն նրա համար, որ հասել է ինչ-որ X տարիքի կամ կենսաթոշակառու է դառնում կամ կենսաթոշակառու է։ Հետևաբար այս փոփոխությունները նաև այս տրամաբանության մեջ է պետք է դիտարկենք, որ մենք ունենք ստանձնած միջազգային պարտավորություններ, համաձայն որոնց իրոք պետք է մենք այլ կերպ դիտարկենք այս ամենը եւ աշխատողի աշխատունակությունը, կարողությունը գնահատվի, ոչ թե զուտ թվերը տարիքի հետ կապված։ Շատ լավ, պարոն Սարգսյան, այս փոփոխությունները ինչ ազդեցություն կունենան պետական կառավարման համակարգի վրա,
Կան նախնական հաշվարկներ, թե քանի համայնքային քաղաքացիական ծառայող կարող է օգտվել փոփոխություններից։ Ես կարող եմ թիվը նշել այն տրամաբանությամբ, որ բոլորս էլ ինչ-որ մի օր դառնալու ենք 65 տարեկան։ Այս տրամաբանությամբ եթե դիտարկենք շուրջ 20000 հոգու մասին է խոսքը, որից 17180-ը համայնքային եւ քաղաքծառայողներն են, պլյուս դրանը եթե գումարենք ՈԱԿ-ների աշխատողների թվականակը, ՄԿ-ների թվականակը եւ այլն, մոտարապես խոսքը կլինի պլյուս-մինուս 20000 հոգի, որովհետեւ եթե այսօր չէ, վաղը չէ, ապա ինչ որ մի օր նաեւ իրենց էլ է այս փոփոխությունը վերաբերել լինելու, հետեւաբար սա կարա լինի որպես թիվ։ Հետաքրքիր է, իսկ կան թվեր, թե մեր ավագ սերնդի ներկայացուցիչները ինչ ներգրավվածություն ունեն ղեկավար մասնագիտական աշխատանքներում եւ առ այս պահը դա ինչպես է կազմակերպվել։ Պետական համակարգում բավականին մեծ ներգրավվածություն կա եւ նաեւ մենք ունենք նախադեպեր, երբ որ օրինակ լրանում է 65 տարեկանը, անգամ դրանից հետո մենք գիտենք, որ քաղաքծառայողների պարագայում պայմանական կա հնարավորություն մինչեւ 1 տարի եւս երկարացնելու պայմանագրի ժամկետը, բայց դրանից հետո պայմանագիրը պետք է լուծվի։ Բայց շատ դեպքերում ինչ է արվում դրանից հետո, իրենք որպես փորձագետ են շարունակում աշխատել։ Սա նշանակում է, որ իրենց ներուժը փորձը դեռ անհրաժեշտություն է։ Եվ սա արդեն այլ տարբերակ է լինում, որպեսզի ոչ թե այլ լուծումներ գտնենք, այլ տարբերակներով պայմանագրային հարաբերությունների մեջ լինել եւ իրենց աշխատուժը օգտագործել, այլ ուղիղ հենց օրենսդրությունը թույլ տա, որ իրենք շարունակեն աշխատել։ Եվ այո, ինչպես նշեցի, մենք պետական համակարգում ունենք բավականին մեծ ներգրավվածություն եւ այս օրենքի փոփոխությունով դարձնում ենք ավելի այս մասը հստակ, որ ոչ թե հետագայում այլ պայմանագրով իրենք շարունակեն աշխատել, այլ շարունակեն մնալ որպես քաղաքծառայողներ։ Այո, այսինքն նրանց ներուժը թույլ է տալիս մնալ աշխատաշուկային, պարզապես հաստիկն է փոփոխվում։ Այո, պարզապես հաստիկն է փոփոխվում շատ դեպքերում, իսկ սա արդեն կլինի հնարավորություն, որ այդ փոփոխություններին չգնալ, այլ եթե իրոք պետք է աշխատի, կարող է աշխատի, իսկ ինչու չաշխատի։ Պարոն Սարգսյան, թեման զգայուն է, բայց այդուհանդերձ շրջանցել էլ չեմ ուզում մի հարց, քանի որ այդ մասին խոսակցություններ, քննարկումներ կան, հետեւաբար հարցնել հնչելու իրավունք ունի։ Հետևյալի մասին է. Չի դուժի արդյոք աշխատանքի արդյունավետությունը, որակը, արագությունը պայմանավորված քաղաքացու տարիքային հնարավոր առանձնահատկություններով, բայց ինչ կպատասխանեք, ասեմ, որ այս հարցի իմ պատասխանը ես ունեմ, մենք ունենք ավագ սերնդի գործընկեր, 65-ի շեմը վաղուց հատած, 70-ն էլ անցած, բայց մեզ հավասար կենսունակ, կենսասեր, աշխատասեր, ումից շարունակ սովորելու բան ունենք, հիմա խնդրեմ համեցեք ձեր մասնագիտական կարծիքը։ Մենք նախագիծը գրելուց կիսել ենք ձեր կարծիքը եւ այդ տրամաբանությամբ էլ հենց առաջնորդվել ենք, որ տարիքը չպետք է լինի պատճառը եւ չպետք է տարիքով որոշել իր արտադրողականությունը։ Եվ մյուս կողմից էլ չմոռանանք, որ այսօր մենք 21-րդ դարում ենք ապրում, որտեղ տեխնոլոգիաները, գիտությունը շատ արագ է զարգանում եւ շատ դեպքերում հարակից բավականին մեծ օժանդակություն կա աշխատողներից բոլորիս։ Եվ շատ դեպքերում հենց գործընթացները արագանում են հավելյալ միջոցների շնորհիվ։ Ոստի եւ մենք այսել ենք հաշվի առել, որ շատ դեպքերում օրինակ եթե առաջ պետք է մի թուղթը հասցվեր եւ դա ոտքով պետք է հասցվեր մեկ այլ սենյակ, հիմա դա հնարավոր է իրականացնել, գիտենք, տարբեր ծրագրերի միջոցով։ Եվ շատ դեպքերում այո, մարդը կարող է նույն գործը իրականացնել եւ փոխանցել կրկին նույն արագությամբ ինչպես առաջ։ Եվ պարտադիր չի ամեն ինչը դիտարկել, որ ֆիզիկական արագություն պետք է լինի կամ բան։ Կարևորը որ միտքը արագ լինի, ճկուն լինի եւ ինքը կարողանա նախատեսված հանրությունները կատարել։ Կարող ենք այստեղ հնչեցնել նորից մեր առաջին միտքը, որ տարիքը աշխատելուն խոչընդոտ չէ։ Իհարկե։ Պարոն Սարգսյան, բացի ակնկալվող հիմնական փոփոխությունից, որ տարիքի հիմքով այլևս աշխատանքային պայմանագրերը չեն չեղարկվի եւ առաջնահերթ կկարևորվի մարդու հմտությունը, փորձը, կարողությունները, նաեւ մեկ այլ փոփոխություն է նախատեսվում, որ պետական ծառայողները կարող են դիմել եւ դառնալ խնամատար ծնող։ Այո, խնդրեմ ներկայացնել այս փոփոխության բովանդակությունը։ Այո, շատ ճիշտ նշեցիք, նմանատիպ փոփոխություն եւս նախատեսվել է։ Մենք գիտենք, որ օրենքներով արգելվում է նույն հանրային ծառայության մասին օրենքով, քաղաքծառայության մասին օրենքով եւ համայնքային ծառայության մասին օրենքով, այսինքն այն օրենքների նախագծերը, որ դրել են շրջանառության, այդ օրենքներով արգելվում է պետական աշխատողին իրականացնելու այլ աշխատանք վճարովի բացառությամբ գիտական, կրթական եւ ստեղծագործականի։ Իսկ խնամատար ծնողը վարձատրվում է այդ իր կատարված աշխատանքի համար։ Օրենքի նշած նախագծերով առաջարկում է նաեւ այդ ուղղությունը ունենալ, որպեսզի եթե պետական աշխատողը ցանկություն ունենա կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխայի համար հանդիսանա խնամատար ծնող, կնքելով բնականաբար պայմանագիր եւ վարձատրվելու այդ աշխատանքի համար կարողանա իրականացնել։ Դրա համար այդ ուղղությունը եւս նախատեսվել է նշածած նախագծերով։ Հետաքրքիր է, իսկ պահանջը օրակարգ է մտել պահանջարկին ընդառաջ, այո։ Այո, իհարկե, որովհետեւ ստացվում է, որ ինքը խոչընդոտ է հանդիսացել
Եվ այս պարագայում մենք այդ խոչընդոտը լուծելու համար եւս նախատեսել ենք այդ ավելացումը նախագծերով։ Այսինքն մարդկանց կողմից այդ մղումը եղել է։ Շատ լավ։ Եվ թերևս վերջին հարցը, ինչ ժամկետներում դեռ ինչ ճանապարհ ունի անցնելու փոփոխությունների փաթեթը եւ երբ կմտնի գործնական փուլ։ Նախագծերը այս պահին գտնվում են շրջանառության փուլում։ Մենք հավաքագրում ենք կարծիքները հավաքագրելուց ամփոփելուց հետո ուղարկելու ենք Արտադատության նախարարություն փորձագիտական եզրակացության։ Փորձագիտական եզրակացության ստանալուց հետո հաջորդիվ ուղարկելու ենք կառավարություն։ Եթե կառավարությունում հավանության արժանանա, ուղարկվում է ազգային ժողով։ Ազգային ժողովում ընդունվելուց հետո նախագծերով նախատեսված է, որ օրենքները ուժի մեջ են մտնելու 4 ամիս հետո։ Այսինքն սա է մեր ողջ գործընթացը, որը եթե սահուն ընթանա իր բոլոր փուլերում, նախատեսվում է հաջորդ տարվա կեսերին, որ կարող է ինքը դառնալ գործող օրենք։ Շատ լավ, շնորհակալություն հարցազրույցի համար, պարոն Սարգսյան։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Շատ լավ։ Սոցիալական հարթակի տաղավարում դեռ կհանդիպենք։ Հաջողություն։